երեխաներին խնամելը, հոգ տանելը կարծում շատ հաճելի է, նամանավանդ, երբ որ այսպիսի օգնականներ ենք ունենում, ինչ է սա սննդային կենսակտիվ հավելում, մուլտի արջուկներն են, մուլտի միշկիները, հետաքրքիր, ինքը նարնջի ուրեմն համով է, արտիկուլը 15, 986, նշեմ, որ ձեռք եմ բերել սա Faberlic ֆիրմայից, մուլտի արջուկները, խնամքը երեխայի առողջության մասին յուրաքանչյուր ուրեմն ծամելի պաստեղում, այսպիսի հետաքրքիր ինքը արջուկներ ունի, ձեզ ցույց տամ, որ տեսնեք, այնքան լավն է, այնքան գեղեցիկ են, եւ բալիկները այն շատ են սիրում, ահա, այս փոքրիկ արջուկները, գեղեցիկ, կարծում եմ իրենց շատ դուր կգա սրանք, ահա, հիմա իր մասին ես ձեզ ինֆորմացիա տրամադրեմ, որպեսզի հասկանաք ինչի համար կարող օգտագործել 10 հիմնական վիտամիններ երեխայի ուրեմն աճի, իմունիտետի ամրապնդման եւ էներգիայի պահպանման համար, տեսողության, ոսկրերի, ամրության, նյարդային եւ իմունային համակարգերի աջակցություն, համալիր մոտեցում երեխայի առողջությանը, հաճելի եւ օգտակար, երեխաները սիրում են ծամելի պաստեղներ, արջուկների տեսքով, քաղցր նարնջի համով են, ինչպես նշեցի, համարը երեխաների համար սկսած 3 տարեկանից արդեն այս հատվածում նշվում է, փաթեթը ուրեմն պարունակում է 2 գրամ քաշով 60 ծամելի պաստեղներ, վիտամին C իր մեջ պարունակում, որը ամրացնում է իմունիտետը, պաշտպանում է վիրուսներից եւ մասնակցում երկաթի յուրացմանը, մանավանդ հենց աշնան, հենց այս սեզոնին, երբ որ սկսվում են հենց վիրուսային ավելի խորը շրջանը, վիտամին E-ն հզոր հակաօքսիդիչ է, վիտամին A-ն անհրաժեշտ է երեխայի սուր տեսողության, առողջ աճի եւ ուրեմն ամուր իմունային համակարգի համար, վիտամին D3-ը օգնում է օրգանիզմին յուրացնել կալցիումը, ամրացնում է ոսկրերը եւ ատամները, վիտամին K1-ը աջակցում է ոսկրերի առողջությանը եւ արյան նորմալ մակարդմանը, վիտամին B3-ը նիացինը օգնում է սնունդը վերածել էներգիայի, պահպանում է մաշկի եւ ուղեղի առողջությունը, վիտամին ուրեմն B6-ը կարևոր դեր է խաղում նյարդային համակարգի աշխատանքի եւ սպիտակուցների նյութափոխանակության մեջ, վիտամին B9-ը ֆոլատը թուն է դա աջակցում է բջիջների աճին եւ ուղեղի պատշաճ զարգացմանը, վիտամին ուրեմն B12-ը նպաստում է նյարդային համակարգի առողջությանը եւ արյունաստեղծման բնականon գործընթացներին, վիտամին B7-ը բիոտինը բարելավում է մաշկի եւ մազերի վիճակը, նորմալացնում նյութափոխանակությունը, իսկ կիրառման եղանակը 3 տարեկանից բարձր երեխաների եւ մեծահասակների օրական պետք է ընդունեն 1 ուրեմն պաստեղ ուտելիս, մի գերազանցեք ուրեմն առաջարկվող օրական չափաբաժինը, դա հակացություններ էլ արդեն իր մեջ ունի, անհատական անհանդուրժողականություն սննդի հավելումների բաղադրիչների նկատմամբ, հղիության կամ կսկով կերակրման ժամանակ շաքարային դիաբետ, աստղաջրերի ուրեմն նյութափոխանակության խանգարումներ, եթե ունեք, մարմնի ավելորդ քաշի դեպքում օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ, երեխաների կողմից սննդային հավելումներ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել ուրեմն մանկաբույժի հետ, մինչև 14 տարեկան երեխաները պետք է ընդունեն սննդային հավելումներ համաձայնեցնելով եւ մանկաբույժի հսկողության ներքո։ Ահա, սա էլ այս հետաքրքիր իմունո արջուկների մասին լինկը նկարագրության բաժնում թողնելու, որպեսզի կարողանաք ինքներդ ձեռք բերել եւ օգտագործել այսպիսի հրաշալի միջոցներ ձեր բալիկների առողջության եւ խնամքի համար։ Առայժմ